Հունիսի 9-ի վարչության նիստում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քննարկել է, թե երբ հրապարակի սահմանադրության նոր տեքստը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Արդարադատության նախարարը։ Սրփուհի Գալյանը շեշտեց, սահմանադրությունը փոխել է քաղաքական հանձնառություն է, որն իշխանությունը ստանձնել է դեռևս հեղափոխությունից հետո, վերահաստատել նախընտրական շրջանում։ Սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ Բայց մենք ձեր հարցի հետ կապված, որը վերաբերում է ինչու չեք հրապարակել նախկինում, ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ, որ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել, եւ սա միանձնյա որոշում չէ հրապարակել կամ չհրապարակելը։ Որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք։ Դիտարկմանը, թե նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունենալու պատճառով իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, Գալյանն ընդգծեց, ժամանակը ցույց կտա հետագա քայլերը։ Լրագրողներից մեկն էլ հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, որ եթե քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չունենա, պատերազմ է լինելու։ Եվ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց ձեր հարցի պատասխանը ժամանակն է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափեն նաև մեր գործընկերները, որոնք այսօր մտածում են ընդդիմադիր գործընկերների նկատի ունեմ ապագայում, եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կկայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում։ Գալյանը չի բացառում ոչ ընդդիմադիր գործընկերների հետ քննարկումների եւ ոչ էլ քաղաքացիական նախաձեռնությամբ 300,000 ստորագրությամբ հանրաքվե նախաձեռնելու տարբերակը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կգնանք, կրկնեց նախարարը։ Խնդիր չունենք process-ը կուլիսների հետևում պահելու եւ չենք էլ կարող։ Մեր առաջին նպատակը հանրության ժողովրդի հետ քննարկումը սկսելն է, այդ էջը բացելն է։ Դրանից հետո մենք պետք է հասկանանք, թե ինչ արձագանք ենք ունենում հասարակությունից, մարդիկ ինչ են կարծում, մենք իրենց պետք է բացատրենք նոր կարգավորումները ինչի մասին են։ Մենք պետք է ստանանք առաջարկներ, մենք պետք է անենք փոփոխություններ, մենք պետք է վերջնականացնենք process-ը, հետո կհասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Հարցին որևէ սցենար կա, որով սահմանադրության փոփոխության նախագիծը խորհրդարանում քվեարկության դնելու անհրաժեշտություն չի լինի, Գալյանը հիշեցրեց, որ հանրաքվեի իրավունքը ժողովրդի անմիջական իրավունքն է։ Գալյանն անդրադարձավ նաև մայիսի 18-ից կալանավորված, իսկ մայիսի 21-ից հացադուլ իրականացնող հասարակական գործիչ Արթուր Օսիպյանի առողջական վիճակին։ Ասաց, Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Նաև հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը մասնավորապես, եւ նաև նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որը իր կարծիքով առկա են եւ որոնք իրենց բնույթով իր կարծիքով հանցավոր են եւ այդ կապը իրավասու մարմինների, մասնավորապես քննչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից, այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում օրինակ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովի։ Նախարարը կարծիք հայտնեց, որ խիստ ցանկալի կլինի Օսիպյանի խափանման միջոցը փոխելը, միաժամանակ ընդգծեց, ինքը չգիտի եւ պաշտոնն էլ արգելում է իմանալ, թե ինչու է նրա նկատմամբ կալանքը ընտրվել որպես խափանման միջոց։ Գալյանը հույս ունի, որ բանը չի հասնի նրան, որ Օսիպյանի խափանման միջոցը փոխվի առողջական վիճակով պայմանավորված, քանի որ անձը դուրս կգա հացադուլից եւ իր բարձրացրած հարցը, եթե խնդիրը լուծում կստանա։ Հիշեցնեմ, Արթուր Օսիպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնություն քարոզելու, խուլիգանության, քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հոդվածներով։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։